Շնորհակալ եմ Տիրոջը մեզ ընձեռված հնարավորության համար։ Հավատում եմ, որ Աստված մեզ հետ անելիք ունի։ Հավատում եմ, որ իրար հետ կարող ենք Աստծո խոսքը ուսումնասիրել, խոսել, կիսվել, բաժնեկցել եւ որոշակի հայելու մեջ ինքներս մեզ տեսնել։ Երանի են մարդը, ով հայելու մեջ նայելուց ինքն իրեն է տեսնում եւ հայելու հետ կռվելու փորձեր չի անում, այլ փորձում է ինչ որ տեսել է հայելին ցույց է տվել, որ ճիշտ չի, իր վրա աշխատի։ Ամեն։ Ուրեմն այս ծառայողական սեմինարին ոնց որ առաջի պահին կարծես այսօր 4 կողմերից նայենք հոգևոր ծառայությանը, ինչպես որ ծրագիրը որոշված է եղբայրների կողմից, հորիզոնի 4 կողմերից նայենք այս ծառայությանը եւ առաջի բանը ասենք, որ թերևս փրկությունից հետո ամենամեծ պարգևը, որ մարդուն տրված է, դա ծառայելու շնորհքն է։ Պնդում եմ, որ ամենակարևոր բանը մարդու փրկությունն է։ Մարդ փրկվեց, բայց որ Աստված փրկությունից հետո մարդուն հատուկ վերաբերմունք է ցույց տվել, դա այն է, որ Աստված ուզեց մարդուն դարձնել իրեն գործակից։ Թեկուզ ներգործողը ինքն է։ Թեկուզ ինքն է ներգործում, որ դու կամենաս։ Թեկուզ ինքն է ամեն ինչ անում, որ դու կատարես։ Այդ բոլոր տեղերում գալիս կողքիդ առանց քեզ էլ ինքը կարող է դա անել, բայց ինքն ուզում է քեզ դարձնել գործակից։ Վերջում էլ պսակը տալիս է քեզ։ Բայց ինքը կարող էր անել։ Բայց մեծագույն առանձնաշնորհում պրիվիլեգիա, որ Աստված մարդուն դարձնում է գործակից։ Ուրեմն Հովհաննես 17:24-ում շատ զորավոր հայտարարություն կա Հիսուսի կողմից, ասում է Հայր, սա իմ ցանկությունն է, իմ աղոթքն է, իմ փափագն է, Հովհաննես 17:24։ Հայր, նրանց, որ ինձ տվիր, կամենում եմ, որ որտեղ ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որ իմ փառքը տեսնեն։ Ինչ հետաքրքիր է Հիսուսի փափագը, Հայր, ես փափագում եմ, որ որտեղ ես եմ, իմոնք էլ այդտեղ լինեն։ Իսկ եթե մենք հարց տանք Հիսուսը որտեղ է, հենց հիմա Հիսուսը որտեղ է, միամիտ տարբերակով կասենք հորաչում նստած է եւ կարծես թե սպասում է ինչ որ բանի, բայց ոչ։ Մենակ այդ չի պատասխանը, Հիսուսը այսօր ընկածին հասնողն է, դատարկին լցնողն է, տրտմածին մխիթարողն է, մոլորվածին հետ բերողն է, կոտրվածին բժշկողն է, կանգնեցնողն է, առաջնորդողն է, լուսավորողն է, խոսքը տվողն է, Հիսուսը պարապ չի։ Հայր, որտեղ ես եմ, ուզում եմ, որ իմ պաշտոնյան էլ, ծառայակիցն էլ ընդեղ լինի, եւ օրհնյալ լինի Աստված, որ քեզ վստահում է իր կողքին լինել։ Եվ դու գիտես, որ ինքը սովածի կողքին է, տրտմածի կողքին է, ընկածի կողքին է, մոլորվածի կողքին է, իր ճանապարհով գնացողի կողքին է, խոսքը ծառայելու պատրաստական մեկի կողքին է, որ ով ունի ավելին տրվի, ով կորցրել է օգնի, որ գտնի, ով սխալվել է, մեղանչել է, օգնի, որ ճշմարտության ճանապարհին գա, ում տանը խնդիր կա, այդ տան մեջ խաղաղություն լինի եւ այսպես շարունակ։ Ինքը որտեղ է, ուզում է, որ մենք լինենք իր կողքին, հավատացողը կասի ամեն։ Հետաքրքիր է առաքյալ լինելու չափանիշներից մեկը Մարկոս 3:14, որ ասում է այդ բոլոր աշակերտների միջից Հիսուսը 12 հոգի ընտրեց եւ այդ չափանիշն է տալիս, թե ինչպես եւ 12 հոգի վեր ելավ Սարը, որ իր մոտ կանչեց, որոնց որ ինքը կամեցավ եւ նրա մոտ գնացին եւ 12 հոգի կարգեց, որ իր հետ լինեն եւ որ նրանց ուղարկի քարոզելու։ Նրանց կանչեց, որոնց ինքը կամեցավ։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Մենք իսկապես սրան ենք հավատում, ոչ թե դուք ինձ ընտրեցիք, ես ձեզ ընտրեցի, ես ձեզ որոշեցի, բերեցի, դրեցի, որոնց որ կամեցավ ինքը քաշեց, օրհնյալ լինի Տիրոջ անունը մեզ կանչել է։
Բայց ինչ զարմանալի բան է, չէ՞, իր մոտ գնացին եւ ինքը կարգեց, որ իր հետ լինեն։ Իր հետ լինեն։ Գաղտնիք սա է, գաղտնիք սա է։ Ինքը ուզում է, որ դու իր խորհուրդներին հաղորդ լինես։ Այն աշակերտների մեջ կային, չէ, որ 12-ներին, 70-ներին, 3-ներին կամ 4-ներին, այն 3-ն ու 4-ը ավելի բան գիտեին, քան 12-ը, այս 12-ն ավելի գիտեին, քան 70-ն, 70-ն ավելի գիտեին, քան այն մյուսները, ծածուկները։ Ինքը ուզեց, որ դու իր հետ լինես։ Եվ գիտես, մեծագույն խոստումը, որ կա ծառայողի համար, սա է, Հայտնություն 22:4, ասում է, նրա ծառաները նրա երեսը կտեսնեն։ Սրանից մեծ խոստում, վկայում եմ, սրանից մեծ խոստում չի կարող լինել, որտեղ Մովսեսն է Տեր խնդրում, ասում էր, տեսնեմ էլի, ավելի մոտիկից քեզ տեսնեմ եւ ինքը խոստանում է, որ դա հնարավոր է միայն նրանց պարագայում, ովքեր իր ծառաներն են։ Եվ ինքը կարտոնի, որ իրան տեսնեն։ Ուրեմն շնորհակալություն Աստծուն, որ այս ճանապարհի մեջ մեզ ինքը կանչել է։ Սա մեր հիմքն է, սա մեր թիկունքն է, մեր մեջքն է, մեր ամրությունն է։ Սրա համար մենք կանք եւ սրա մեջ ոչ թե մեր դերակատարումը կա, այլ լիուլի Աստծո կամքը կա։ Ես չգիտեմ ես ով եմ, այն ճիշտ Պետրոսի Պողոսի տարբերակում, որ Անանիային ասում էր Անանիա, հələ ինքը չգիտի ինքնով է ինձ համար։ Կարևորը ես գիտեմ ինքը ով է ինձ համար։ Ես գիտեմ ինքը ինձ համար ինչեր պիտի անի։ Ոչինչ որ ինքը չգիտի, ճանապարհին կհասկացներ, բայց ինքը իմ անունը պիտի տանի հասցնի ում որ պետք է։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, ամեն։ Ուրեմն մի հատ կարդում ենք Եփեսացիների թուղթ 2-րդ գլուխ 10-րդ համար։ Սա բոլորիս քաջալերական մի հատ լուսավորող ճշմարտությունը բացահայտող հայտարարություն է։ Ես կկրկնեմ Եփեսացիների թուղթ 2-րդ գլուխ 10-րդ համար։ Որովհետև նրա ստեղծածն ենք Քրիստոս Հիսուսով հաստատված այն բարի գործերի համար, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ դրանցում վարվենք։ Ինչ հայտարարություն, եղբայրներ քույրեր։ Մենք նրա ստեղծածն ենք, Հիսուս Քրիստոսի միջոցով հաստատվել ենք այն բարի գործերի համար, որ մեր ծնվելուց առաջ, մեր լինելուց առաջ, մեր ստեղծվելուց առաջ Աստված մեզ որոշել է, որ մենք դրանց մեջ վարվենք։ Ամեն։ Հիսուսն էլ ասում այն գործը, որ ինձ տվիր, գործը, որ ինձ տվիր, այն անելիքը, որ ինձ տվեցիր։ Աստված քեզ պատահական չի բերել։ Աստված ոչ մեկից եկեղեցի պատահական չի բերել, նա կամք ունի, նպատակ ունի եւ այդ նպատակի անունը ծառայություն է։ Այն բարի գործերը Հիսուսը հենց դրա համար հաստատել է քեզ, որ դու դրանց մեջ վարվես։ Սա մեր հիմքն է։ Որ յուրաքանչյուրս կարողանային ոնց որ Եբրայեցիների թղթի 10-րդ գլխի 7-րդ համարում գրված է, Եբրայեցիների 17, ահա գալիս եմ, հիշեցիք այդ համար, ահա գալիս եմ գրքի տոմսում, իմ մասին գրված քո կամքը անելու ով Աստված։ Գիրք կա, գրքի մեջ բան կա գրված իմ վերաբերյալ, իմ մասին, եւ ես հայտնություն եմ ունենում, որ ես գալիս եմ այդ գրքի մեջ գրած քո կամքը կատարելու ով Աստված, ամեն։ Ուրեմն ինչ արեց Աստված դրա համար, ես կարծում եմ, որ ամեն մեկից ծնունդի հետ կապված ինքը ձևավորել է։ Հավատանք, որ մեր պատասխանատվությունը չեն վերացնում այստեղից, բայց քո բնավորության ձևավորման, քո խառնվածքի ձևավորման, քո նախասիրությունների ձևավորման համար պարտական ենք Աստծուն։ Չգիտեմ դու ես տենց ընենց չես, այն մյուսի պես չես, որովհետև Աստված ուզեց, որ դու տենց լինես։ Այդ նախաձեռնությունը, այդ խանդավառությունը, այդ վազելու ցանկությունը, այդ միջամտելու, օգնելու, հանգիստ չգտնվելու, տեղը հանգիստ չլինելու, մինչև որ չհասնես այդ բանն անես, այդ քեզ Աստված տենց ստեղծեց, որ այս նպատակը քեզնով իրականանա, օրհնյալ լինի Աստված։ Եվ հիշում եք այս խոսքը Հովհաննես 3:27, այս շատ
շատ զորավոր անկեղծ այս համարը սովորություն չունեմ ես գրքի մեջ գծելու, բայց կգծեի։ Ասում մարդ չի կարող ոչինչ վերառնել, եթե երկնքից տրված չլինի իրեն։ Ամենչև դու որևէ բան կանես, եւ եթե դու դրա մեջ հաջողվում ես, վկայությունը սա երկնքից տրվել է այդ քեզ։ Այդ նենց չի, որ դու կարողացար անել, ուղղակի Աստված տվել է քեզ, որ ստացվեց։ Այ կա մարդ, որ գնում է այն բանն անելու, որ իրեն տրված չի հաջողվի, բայց եթե ինչ որ մի գործի մեջ դու հաջողություն ունես, պատճառ կա, երկնքից դա քեզ տրվել է, օրհնյալ լինի մեզ տվողը։ Դրա համար ժամանակն է որոշել, դրա համար կարգադրել է, դրա համար քո բնավորությունն է ձևավորել եւ քեզ ուղարկել է։ Ոստեղ թույլ տվեք հոբի գրքից այս հարցը տամ, այս հարցը ոնց որ դառնա այսօրվա մեր շատ հարցերի այն արմատական հիմքը, թե Հոբ 38-33։ Հոբ 38-33։ Գիտես երկնքի կանոնները։ Ինքը այդ ինչ որ արել է, հենց այնպես չի արել, պատահական չի արել, ինքը նպատակով արել, այդ կարգ կա, կանոն կա, օրենք կա, ինքը այսպես է սահմանել եւ ամեն ինչ լինում է այդպես։ Ուրեմն դու որ կաս, իր կանոնների վկայությունն ես, իր օրենքների դրսևորումն ես, այդ հենց այնպես չես։ Ինչու գիշերը քունդ փախավ, հնարավոր է դու դրա պատասխանը չունես, բայց կա մեկը, որ քունդ փախցնում է։ Կա մեկը, որ քեզ անուշ քուն է տալիս։ Այո, նույն Տերն է։ Կա, որ քեզ անհանգստություն է տալիս եւ չես հանգստանա, մինչեւ չհասնես այն նպատակին, որի համար քեզ անհանգստացրել է։ Սրա հեղինակը ինքն է։ Ասում է, նաեւ որ բառը հայերեն այնքան է ինձ դուր գալիս, ներգործում է։ Ներգործելն է նա, որ դու չես կարող դրա դիմաց, դրա առաջ առնել։ Ներգործում է։ Ներգործումը քեզ վերցնում է իր ազդեցության տակ։ Նա ներգործում է, որ դու կամենաս։ Հետո որ կամենաս կատարես։ Եվ դու զգում ես, որ քեզ տանում են։ Եվ օրհնյալ լինի Տերը, որ իսկապես քեզ գիշերին զարթնեցնում է, քեզ ասում է աղոթի։ Քո մարմինը անձը քնել է կամենում, բայց ինքը քեզ ասում է, ես քեզ վստահում եմ, դու կարաս ես մեկի համար աղոթես աղոթի։ Եվ դու պիտի աղոթես, ու կաղոթես այնքան, մինչև որ ներգործող կասի երիքա քնի։ Փառք Տիրոջ, գիտես երկնքի կանոնները։ Հիմա Հովհաննես մեզ համար լավագույն օրինակ, որ այս ծառայության վերաբերյալ այս ինչ որ ասեցինք վերլուծենք, բացենք Հովհաննես 5:35։ Հովհաննես 5:35-ում գրված Հովհաննես Մկրտչի մասին ասված խոսքը։ Նա այն ճրագն էր, որ վառվում էր եւ լույս էր տալիս, եւ դուք կամեցաք միառժամանակ ուրախանալ նրա լույսով։ Նա մի ճրագ էր, որ վառվում էր եւ լույս էր տալիս, եւ դուք կամեցաք միառժամանակ ուրախանալ նրա լույսով։ Ով էր Հովհաննես Մկրտիչը։ Նա ճրագ էր, գաղտնիքը, նա վառվում էր, իր ներսում ինքը վառվում էր, իր ներսում վառվելով ինքը լույս էր տալիս, եւ այդ լույսով շրջապատում եղողները միառժամանակ կարող էին ուրախանալ։ Ես Հոբի գրքի 38-րդ գլխի 19-րդ համարում հարց ունեմ Աստծո կողմից տեսած։ Երբ որ ինքը Հոբի հետ շարունակ խոսում է գիտես, հետո մի հատ հարց է տալիս, ասում է գիտես լույսի ճանապարհը, խավարի տեղը գիտես, իսկ լույսի ճանապարհը գիտես։ Լույսը ոնց է ստացվում, գիտես։ Մարդիկ լույս որտեղից պիտի ունենաս, գիտես, սկսում է այս հարցը տալ եւ ուզում եմ Հովհաննես Մկրտչի միջոցով այդ հարցի պատասխանը գտնենք։ Ասում ենք մի ճրագ էր, մարդիկ որ լույս ունենային, մարդիկ որ լույս տեսնեին։ Ժողովուրդ, լույսի համար բնականաբար 5 կտակարանի այդ համարները չեմ կարդում, բայց Ելից գիրքը այդ մասին բավականին ասում է իմ Աստծո խորանում լույս է պետք։ Եվ ամենազարմանալին է դա, որ ինքը որ հեղինակն է, ինքը կարգը դնում է։ Ասում է խորանը
մենակ ներսից պիտի լուսավորվի։ Ասա ամեն։ Այդ խորանը դու ես էլի քո մասիրա։ Ասма խորանը պիտի ներսից լուսավորվի։ Արևը ստեղծողը, լույսը բերողը օրենքա սահմանում, ասма խորանը պիտի ներսից լուսավորվի։ Լրի վարագույրներով փակ, հիշեցիք այդ դրվագը, ներսում խավար, ասма խորանը պիտի ներսից լուսավորի, ասма լույսի համար 3 բան է պետք։ Ճրակ, յուղ, աշտանակ կամ ճրակակալ։ Որպեսի լույս լինի, բնականաբար այն ժամանակ կավներ, էլի քիչ առաջ ոնց որ երգեցինք։ Ճրակ լինելու համար կավը պետք է։ Ամեն։ Կավը պետք է։ Այս կավե անոթի մեջ բան կա, որ ինքը դնելու է։ Այն ինչ որ պիտի դնի, դրա համար կավը պետք է։ Լավն է, վատն է, բայց կավը պետք է։ Եվ նա ով բրուտն է, ով կավագործն է, գիտի այդ կավի հետ ինչպես վարվել, իրա ուզած անոթը ձևավորել, կավը պետք է։ Ասма որ կհարցնեն ես ինչի համար եք անում, կասեք տիրոջը պետք է, կավը պետք է։ Դու, ես, բոլորս տիրոջը պետք ենք։ Չգիտեմ հայելու մեջ որ քեզ նայում ես, քեզ դուր գալիս ես թե չէ, բայց ուզում եմ հայելու մեջ նայողին ասես դու տիրոջը պետք ես։ Տերը ուզում է քեզ, Տերը կամենում է, պետք ես։ Իր նպատակի համար, իր գործի համար դու պետք ես։ Հենց այտենց դու պետք ես տիրոջը։ Ասма որ այս ամենը կավի մասին խոսում է, ասма որ զորության գերազանցությունը կավին չվերագրենք, այլ նրան, ով որ այդ կավի մեջ դրել է։ Կավը բայց պետք է, չնայած զորությունը վերևից է, բայց առանց կավի այդ զորությունը դրսևորվելու ձև չունի։ Լավ։ Կավը պետք է, օրհնյալ լինի այն կավը, որ նրա ձեռքերը ձևավորեցին, պատրաստեցին եւ այսօր մենք այդ ձևավորվածին տեսնում ենք։ Կավե ամանը պետք է, բայց մենակ այդ ամանը անիմաստ կլինի, եթե նրա մեջ յուղ չկա։ Բոլորս հայտնի բան է, որ գիտենք այն ժամանակ յուղ ստանում էին ձիթենու միջոցով։ Եվ ձիթենին, որ հասունանում էր, այդ պտուղը, որ հասունանում էր, հո հասունանալը չէր, հո գեղեցկությունը չէր, վերջ այդ պտուղը հավաքում էին, տանում էին ուր։ Սուրբ Գիրքը մեզ այդ տեղի անունը ասում է, Գեթսեմանի, այդ ճզմվելու տեղը, այո, տանում էին այդտեղ և այդ հասունացած պտուղը ճզմում էին, և ճզմում էին, որովհետև այդքան պտուղին հասունացել են, յուղ էր պետք, յուղի համար են այդքանը ապահովել։ Օրհնյալ լինի մեզնից յուրաքանչյուրը, որ աճում եւ հասակ ենք առնում Աստծո եւ մարդկանց առաջ շնորհք գտնելով։ Ամեն։ Բայց գիտես խի։ Տեղ կա գնալու։ Որ յուղ ստանա ինքը, յուղը պետք է։ Եվ որպեսզի այդ յուղը կրակին հանդիպի, դրանից հետո մարդիկ լույս են տեսնելու։ Ամեն։ Այդ կրակն էլ վերից եկածն է։ Այո, երանի նրանց, ովքեր իսկապես գիտեն ինչի մասին է խոսքը, որ ես կարող եմ աղոթել, բայց մի հատ աղոթ կա, որ ընդեղից է բռնկված։ Ես կարող եմ երգել, բայց մի հատ երգ կա, որ այն կրակի հետ առնչվել է։ Ես կարող եմ խոսել, բայց մի հատ խոսք կա, որ այն վերևի կրակի հետ կապ ունի։ Ես գիտեմ այդ տարբերությունները։ Այո, յուղը կա, բայց կրակը մոտեցնողն էլ կա, կպցնողն էլ կա։ Ամենամեծ մխիթարությունն ինձ համար երրորդն է։ Ճրակը, յուղը իր պատրույքով, բաճրակակալը, բաշտանակը, ասма հայտնության գրքի սկիզբը, տեսա մարդու որդուն, այն աստղերի խորհուրդը, ճրակակալների խորհուրդը, ասма հարցրեցի ես ինչա ճրակը, ճրակակալը և պատասխանեց, էդի եկեղեցին է։ Օրհնյալ լինի Տիրոջ եկեղեցին։ Ժողովուրդ, անկեղծ պիտի խոստովանենք, Աստծուն պարտական ենք մեր փրկության համար, բայց մեր մարդ դառնալու համար պարտական ենք եկեղեցուն։ Այդ եկեղեցու ներվերի վրա սովորեցինք քարոզել,
Այս ժողովրդին ծառայելու ֆոնի վրա աշկը ուղքը հանելու ճանապարհով սովորեցինք ծառա լինել, սովորեցինք մարդ դառնալ, սովորեցինք հարաբերություն ունենալ, շփվել, լիքը բան կա, որ մեր կյանքում հաջողություն ունենք, որ մեր կողքին մարդ ա եղել, որ այսօր մեզանից մարդահոտ ա գալիս, պարտավոր ենք Տիրոջ եկեղեցուն, ամեն։ Այստեղ չկա որևէ մեկը, որ եկեղեցին իր կյանքում իր ուրույն դերակատարումը ունեցած չլինի։ Պարտական ենք Տիրոջ եկեղեցուն, ամեն։ Պողոսը, որ ասում էր պարտական եմ հրյաներին, հույներին եւ այլն, ավելացրու, որ ստեղ չկա որևէ մարդ, որ իր կյանքում իր կայանալու համար պարտական չի Տիրոջ եկեղեցուն, ամեն։ Հիմա 2 Տիմոթեոս առաջի գլխի 7-րդ խոսքը այս ծառայողի վերաբերյալ ունի հայտարարություն։ 2 Տիմոթեոս 1:7 Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ սիրո, զորության, սիրո եւ զգաստության։ Գիտես, ինչ զորավոր հայտարարություն կա ստեղ։ Ասма եթե այն ճրակը, որպեսի ճրակ լիներ, պետք է յուղով լցվեր, դու էլ պետք է ինչ-որ բանով լցվես։ Եվ ստեղ ասում է սրանով պետք է լցվես։ Այս ծառան սրանով պետք է լցվի։ Թույլ տվեք մի ասեմ։ Բժիշկը հարբած լինելու իրավունք չունի։ Որովհետև ոչ ոք չգիտի բժշկին երբ պետք կգա իր ծառայությունը։ Ցերեկ կլինի, գիշեր կլինի, կեսօր կլինի, վաղ առավոտ կլինի, այդ ինչ կապ ունի, ով կարող է ասել հիվանդը որ պահին է վտանգի լինելու եւ բժիշկը պետք է։ Բժիշկը միշտ պիտի զգաստ լինի, միշտ պիտի խելք տեղն լինի, միշտ պիտի ձեռը չդողա, միշտ պիտի աչքը տեսնի ինչ որ պիտի տեսնի։ Վարորդը, որ այսքան մարդու կյանք վստահել են այդ մեքենայի մեջ իրեն, ինքը մի վարքյան անուշադիր լինելու իրավունք չունի, ինքը ուրիշ բանով տարվելու իրավունք չունի, ինքը զգաստ լինելու պարտավորություն ունի, որտեղ դրանից մնացածի կյանքը վտանգի կենթարկվի։ Ուրեմն Սուրբ Գիրքը մեզ ասում է, մարզիկը չի կարող հաղթանակ տանել, եթե օրինավորապես չմրցի։ Օրենք կա քեզ, որ ասում է, հեչ էլ թե ուրիշին կարելի է, քեզ չի կարելի, որովհետև դու մարզիկ ես։ Զինվորը ասում է, եթե ցանկանում է իր զորապետին հաճելի լինել, ուրիշները կարող են զբաղվել աշխարհի կյանքի գործերով, զինվորը չի կարող, որովհետև ինքը զինվոր է։ Հա բանկա ուրիշներին կարող են թույլ տալ, քեզ ոչ, գիտես խի, որովհետև քո կոչումը թույլ չի տալիս։ Շատերը կարող են լինել եկեղեցում, բայց ոնց էր Ղևտացուն ասում էր ուրիշներին կորժնեմ, այգիներ կտամ, հարստություններ կտամ, լիքը քեզ չեմ տա, ինձ եմ քեզ տալու։ Քո բաժինը ես եմ։ Ես քեզ կանչում եմ իմ մոտ, այն ուրիշին բան չեմ ասում, քեզ եմ ասում գաղտնիքը, ասում գնա իրան ասա։ Դու իմ վստահելին ես։ Դրա համար այն ինչ որ տալիս եմ ուրիշին, թո ինքը դրանով մխիթարվի, ուրախանա։ Դու իմացի, քո ուրախությունը ես եմ։ Ես ինձ եմ քեզ վստահում։ Ոնց չգոհանաս, որ Աստված քեզ իրան մոտիկ է համարում, իրան վստահելի է, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ուրեմն միշտ ժուժկալ, միշտ ինչպես ժողովրդական լեզվով ասեմ, ֆորմի մեջ, եթե ավելի գրական լեզվով ասեմ, ինքդ քո նկատմամբ խստապահանջ եղի։ Ամեն։ Դու իրավունք չունես քեզ արտոնել։ Դու պարտավոր ես քեզնից պահանջել։ Ասա ամեն։ Դու պարտավոր ես քեզնից պահանջել, ոչ թե ուրիշներն են պարտավոր քեզնից պահանջել։ Ամենամեծ պահանջախնդիրը պահանջկոտ է դու ես։ Ուրիշը կարող անել, դու իրավունք չունես դες բան անել։ Որովհետև քո կոչումը դրան է քեզ պարտավորեցնում։ Ուրեմն տեսեք, ինչ այդ ինքնավերահսկողության մասին, հա, ասում էր Քաղատացիների 5-րդ գլխի հոգու պտուղը սա է, վերջում ասում է ինչը ժուժկալը ով է։ Ով իրան կոնտրոլի մեջ է պահում։ Ով իրան սանձում է, ով իրան թույլ չի տալիս։ Լեզուս կարող է բաներ ուզենա խոսել, չի կարելի։
Աչքս ուզում է ինչ-որտեղ քեզ չի կարելի։ Ականջս ուզում է ինչ-որ բաներ լս չի կարելի քեզ։ Քեզ որովհետև չի կարելի։ Այդ քոնը չի։ Դու քո սիրտը պիտի մաքու, քո աչքը պիտի միշտ տեսնի, բան կա, որ ընկավ աչքը չես տեսնելու։ Իսկ դա ձեռ չի տալիս։ Չի կարելի։ Դու քո նկատմամբ պահանջ կտես։ Որ ասում եմ այդ պարը ես չեմ անում, էլի վերջապես, բան կա քոնը չի, քեզ չի սազում։ Ուրեմն մի հատ համար առաջի Կորինթացիների 11:31։ Ես էլ կգծեի, այն էլ ոնց կգծեի։ Առաջի Կորինթացիների 11:31։ Այս արդեն երկնքի կանոններից մեկն է, որ ուզում եմ նշես։ Եթե մենք մեր անձերը դատեինք, չէինք դատապարտվի։ Գիտես մարդ խիա ընկել ինչ-որ վիճակի մեջ, որտև իրանից չի պահանջել։ Գիտես ուրիշները քեզ խի են դատում, որտև դու չես քեզ դատել։ Գիտես ուրիշները քեզնից խի են պահանջում, որտև դու չես քեզնից պահանջել։ Որ դու քեզնից պահանջեիր, որ դու քո նկատմամբ խիստ լնեիր, վիճակը ուրիշ կլներ։ Եթե դու քեզ դատեիր, ասեիր, ուրիշն արավ, ինձ չի կարելի։ Ես իրավունք չունեմ։ Դա ինձ չվերաբերող է, դա ինձ չի սազում, դա ինձ ընդունելի չի։ Իմ վիճակը է Նեհեմիայի պես, ասում է, իմ նման մարդ կփախնի անի։ Քեզ չի կարելի, բայց դու ես դա ասում։ Ոչ թե այդ խի է ուրիշներին կարելի է մի քիչ հենց խնդիրն է որ ուրիշներին կարելի է։ Բայց սիրելի Պետրոս, քեզ չի կարելի։ Չի կարելի, որովհետև քեզ ընտրել է ուրիշ նպատակի համար։ Ուրեմն ինչ ասեց Ահարոնին։ Ասեց ուրիշների երեխեքը որ մեռնեն, կարան սուկ բռնեն, կարան իրանց մազերը փիտեն, կարան իրանց շորերը ճղեն, կարան թողեն գնան, դու իրավունք չունես, որովհետև դու իմ ներկայացուցիչն ես այս ժողովրդի մեջ, քեզ չի կարելի, դու իրավունք չունես թույլ տալ, որ սուքը տիրի քեզ, ուրիշները կարող են 70 օր սքալ ոնց որ գրած է, դու քո ընտանիքի համար իրավունք չունես այդ թույլ տալ, որովհետև Աստված իր յուղը թափել է քո գլխին, դու ուրիշ ես, դու բոլորի պես չես, քեզ չի կարելի։ Տեսնում եք, ուրիշին դրա համար չի դատապարտում, բայց քեզ թույլ չի տալիս, ինչի, որովհետև դու ուրիշ ես, դու իրանն ես։ Նայեք, օրինակ բերենք էլի, հա, Սամվելին հիշում եք, որ ժողովուրդը ասեցին, ոնց որ այս մանթրաժը շատերին է բռնում, որ եկան ասեցին, մենք էլ ենք թագավոր ուզում, նեղվեց, ասեց ուրեմն ինչ չեն ուզում։ Աստված նրան մխիթարեց, ասավ, այդ որ դու կարծեցիր, որ քեզ չեն ուզում, դրանից առաջ ինչ չեն ուզել։ Հանգիստ եղիր։ Ինչ են ուզում հլը տուր։ Սամվելը 3 ծառայություն ուներ, 3 կոչում ուներ, մեկը դատավորներ, մեկը մարգարեներ, մեկը քահանաներ։ Իրանից եկան ասեցին, այս մի պաշտոնը քեզնից ուզում ենք, որներ դատավորը, որ հետո դարձավ թագավոր։ Բայց հո մնաց են երկուսը։ Դատավորը հա տարան, բայց քահանան ու մարգարեն հո մնաց։ Գրված է, որ հիշում եք արդեն պատմությունները։ Սավուղը սպասում էր, Սամվելը ուշացավ։ Ես էդի նմանեցնում եմ այն ծառայողներին, մարդիկ կան, էլի Տեր օրհնի բոլորին, վերջ ոչ մեկի այգին քար չեմ գցում, համարյա ստեղից մարդկանց չեմ ճանաչում, տենց իրանց կենցաղում։ Մարդ կա, որ այդ օրը ինքը պիտի ծառայի։ Եկեղեցին ժամանակին է գալիս, մի քիչ էլ շուտ աղոթում է։ Մարդ կա, որ ինքը չի ծառայել, մի քիչ ուշ է գալիս, մի քիչ էլ շուտ է գնում։ Ինչ որ բան խոսում է, էլ ինչի մասին ասեց, Սամվելն է, մեր Սամվել եղբայրն է։ Ուշացավ, այս մարդը ուշացավ, հետո հիշում եք, լաց էր լինում, տրտմել էր, հետո ամենազարմանալին է նա, որ այս մարգարեի հետ Տերը խոսում, ասում ինչ ես տրտմել, վեր կաց, եղջյուրը յուղով լցրու տեղ ունեմ քեզ ուղարկել, ուր ես ուղարկում, Տերն է խոսում իր հետ, ասում է Բեթլեհեմացի Հեսեի տուն, ասում է բա որ Սավուղն իմանա,
Աստծո մոտիկություն է, այդ ասում ոչինչ, սենց կասես։ Հա, բայց մարդը խոսում է Աստծո հետ, ինչքան է այս են Սողոմոնի ասած խոսքը կիրառեմ, էլի, եթե կացինը բթացել է։ Բթացել է, էլի։ Հայը մի ժամանակ լավ կացին էր, բայց երևի այնքան խոչերի է հանդիպել, այնքան կոշտեղերի է հանդիպել, արդեն մի քիչ սրությունը մի քիչ կորցրել է։ Որն է ճիշտ։ Սրելա պետք ավելի կարծր մի բանի հանդիպեցնելով։ Եվ մի հատ կարևոր հայտարարություն անենք եւ գնանք ոնց որ թե գնանք վերլուծելու վերջում։ Եթե մեզ Սուրբ Գիրքը նմանեցնում է գետի, որ նրա ներսից կենդանի ջրի գետեր պիտի բխեն, գետը ունի պակասություններ։ Գետը ճանապարհին կարող է ծանծաղել, բարակել, գետը կարող է պղտորվել, գետի մեջ կարող են ավելորդ բաներ հայտնվել, բայց գետի առավելությունը ո՞րն է։ Միշտ գնում է առաջ, երբեք հետ չի գնում։ Որ պղտորվել է, որ առաջ գնաց, առաջ գնալով զուլալվելու է, որ ավելորդ բաներ են ընկե մեջը, էլի առաջ գնալով դրանից մաքրվելու է։ Գետը կանգնել իրավունք չունի, եթե կանգնես դա ճահիճ է։ Գետը գետ է, շարժվում է առաջ, ամեն, ծառայես, պիտի ծառայես։ Ուրեմն, նայեք ասում է, ոմանք եկան Հիսուսին հանդիպեցին, երկու աշակերտ էին, Հովհաննեսի աշակերտներից, իրան մի հատ հարց տվեցին. Վարդապետ, որտեղ ես մնում։ Իշմ այդ պատասխանը։ Եկեք եւ տեսեք։ Ուզում ստեղ կանգ առնել։ Ինչ որ մեկը ուզում եք հոգ մասին տեղեկություն իմանա, կարող ես ասել, արի տես։ Ամեն։ Ես ուզեցի ցույց տամ, որ բայց այս ամենով հանդերձ մի քանի հարցեր տամ, մի հատ խնդրեմ ձեր մոտ նշեք։ Ես որ հարց տալիս եմ, նպատակս այն է, որ դու այս հարցերի պատասխանը փորձես վերլուծել։ Առաջին։ Երբ որ Աստված Իսրայելում դատավորներ դրեց, դատավոր են մարդներ, որի վրա իջել էր Տիրոջ հոգին։ Դատավոր են մարդներ, որից թշնամին սարսափում էր։ Դատավոր են մարդներ, որ Իսրայելին Աստծո ժողովրդին ազատում էր։ Հրաշքները, հաղթությունները ակնհայտ էին, կասկածելու ոչինչ չկար։ Բայց այս դատավորներից ոմանք լավ ավարտ չունեցան։ Առաջին հարցը. դատավորներից ով պահանջկոտ չգտնվեց իր հանդեպ։ Հասկացաք հարցը ինչ եմ տալիս։ Դատավորներից, այն որ հոգին եկել էր, այն որ հաջողությունները կար, այն որ ակնհայտ էր, թշնամին սարսափում էր, Տիրոջ հոգին իր վրա էր, բայց լավ չվերջացավ։ Ինչու։ Կարճ ասած, ում ինչը տարավ, ով ինչից սայթաքեց, ում ինչը կործանեց, ով ինչի նկատմամբ անտարբեր գտնվեց ու շատեր չգտնվեց, եւ իր կյանքում չնայած հոգին, հաջողությունը, հաղթանակը, 20 տարի թշնամիներին հալածելը, անդադար հաջողությունները, բայց ավարտը լավը չէր։ Ինչու։ Առաջին հարցը։ Ենթադրենք կմտածեք Գեդեոնի մասին կամ Հեփթայեի մասին կամ Սամսոնի մասին, դե գիտեի, որ վերջում ամենասկզբից մարդու մտքով Սամսոնն անցնել։ Լավ։ Երկրորդ հարցը ուզում եմ մտածեք։ Հեղի քահանան, որ դատավոր էր, որ քահանայություններ անում, խառը վիճակերի ժամանակ շատ բաներ էին անում,
բավական լավ կողմեր ուներ, չէ՞։ Ամեն դեպքում Սամվելի հոգևոր խնամակալը, ուրիշ բան չասենք։ Եթե Սամվելը դարձավ Աստծո մարդ, իր թերությունը, իր այն որ պիտի իրանից պահանջեր, չպահանջեց, բայց Տիրոջ ծառան էր, խորանում էր, տապանակի հետ էր, սրա եւ երրորդ հարցը որ տամ այս ուղղությամբ, որ սրա հակառակ պատկերն է։ Պողոս առաքյալն ասում է, որ ասում է գաղատացիներ, որ ես եկա ձեզ, դուք իմ մարմնի տկարությանը չնայեցիք, ինձ Աստծո հրեշտակի պես ընդունեցիք, պետք կլներ ձեր աչքերը կհանեիք կտայիք։ Հետո պարզվում է, ոչ թե Պողոսն է փոխվել, այլ գաղատացիներն են փոխվել, թշնամացել են, ատում են, ասում են տետով է, ոմանք ասում են աղսկի տեսք չունի, հետո էլ ասում են, որ խոսում է շոտ ծանր է խոսում, լսել չի լինում, հետո գրված է, որ ոմանք բամբասում են մեզնից, մարդիկ կա, որ ասում են դրանք առաքյալ չեն, հետո կա, որ ասում է, ոմանք հայհոյում են, կա էլի, կարող է լինել։ Ես ինչ պիտի անեմ։ Պողոսը ոնց է հաղթում։ Հասկացաք հարցը ինչ տվեց։ Ես այն առաջի երկու դեպքում հարցրեցի, ինչին ուշադիր չեղան, որ ընկան։ Երկրորդ տարբերակում հարց եմ տալիս, ոնց արեցին, որ հաղթեցին, չընկան, մնացին։ Այն գործը, որի մեջ Աստված քեզ դրել է, գիտակցում ես թե ոչ, բայց փաստ է, որ այդ պաշտոնը Տերն է տվել։ Դա դու Տիրոջից ես ստացել, ինքն է քեզ արտոնել։ Այն պաշտոնը, որ Տեր Հիսուսի ծառա, զարմանալի մի հատ վկայություն կա, դա ոնց է Տերը որոշել, որ այդ գործը դու պիտի անես։ Առաջի Տիմոթեոս 1:12-ում գաղտնիքը գրած է. Ես սրա առաջ 1000 անգամ գլուխ եմ խոնարհում։ Իմ սիրտը այս խոսքերի առաջ երկյուղալի դող է ապրում։ Առաջի Տիմոթեոս 1:12 Ես շնորհակալ եմ ինձ մեր Տեր Հիսուս Քրիստոսում զորացնողից, որ ինձ հավատարիմ համարեց և սպասավորության մեջ դրեց։ Գիտես Տերը քո մասին ինչ կարծիք ունի։ Ինքը մտածել է, որ դու իր ասածը գետին չես գցի։ Ինքը մտածել է, որ դու իրան պատվածից չես անի։ Ինքը մտածել է, որ քեզ մի բան հանձնարար ես, գնալու ես անես։ Ինքը քեզ հավատարիմ մարդ է համարել իրան։ Եվ որ համարել է, դրա համար է դրել։ Ինքը չի մտածել, դնենք տեսնենք մի բան դուրս կգա, թե չի։ Մինչև որ քեզ որևէ գործ կվստահի, իր գնահատականը քո մասին հələ իմացի, ինքը ինձ հավատարիմ մարդ համարեց։ Եվ դրա համար դրեց սպասավորության մեջ։ Ոնց չխոնարհվես այս խոսքի առաջ։ Ինչի, օրինակ ես շատ ապշել եմ, անկեղծ ասած, ոնց եղավ, որ դու ապաշխարեցիր։ Ամենայն ինչի ձեր ցեղի մեջ քեզնից լավերը կային։ Տաղանդով էլ, շնորհքներով էլ, հնարավորություններով էլ, ունեցվածքով էլ, ծառայելու կարողությամբ էլ։ Ես չգիտեմ ինչի, քեզ ընտրեց, չնայած քո ապերախտությանը, քո գլուխ այդ համառելուն, առաջ չգալուն, բայց հետևեց մինչև վերջ բերեց հասցրեց եւ ասում ես մինչև այստեղ ինձ Տերն է հասցրել։ Եվ սա փաստ է։ Ինչ որ մեկին գտավ մանկությունից, ինչ որ մեկին գտավ պատանեկությունից, ինչ որ մեկին գտավ հասուն տարիքում, բայց գտավ բերեց։ Բայց որ իր կողքը նայի հաստատ իրանց ցեղի մեջ, իրանից լավերը կան։ Բայց Աստված իրան ընտրեց, սա փաստ է։ Ու դու չես կարողանում սրա առաջ գլուխ չխոնարհել։ Տերը իր մատը դրեց ին վրա եւ հետ չքաշվեց։ Աստծային ծառան է։ Ալելույա։
Եվ պարզվում է, իմ մասին ինքը կարծիք ունի։ Հիշում եք այն Հոբի դրվագը, չէ, որ ասում է իր նմանը չկա։ Ես գառանտիա եմ, իր նմանը չկա։ Ինքը տես բան չի անի։ Ես վստահ եմ, որ ինքը ինձ հավատարիմ է։ Ինչ էլ լինի, ինքը ինձ պաշտող է։ Ինքը իմ ասածը գետին չի գցելու։ Ալելույա։ Ալելույա։ Ինձ հավատարիմ համարեց եւ սպասավորության մեջ դրեց։ Զարմանալիորեն ինձ ժամանակ կար, որ տենց հետաքրքրել է, թե հոգևոր քրիստոնեական ամուսնության թեման եւ այդ թեմայի մեջ օրինակ ամուսնություն դե ում հետ ամուսնանա, այն մարդը ում հետ ուզում է թու ամուսնանա, էլի կարելի է տես մտածել, թե մի սիրտ ասեր, ակպավ դուր եկավ, տես մտածելակերպ կա, մինչեւ որ կարդացել եմ երկրորդ օրինաց 7-րդ գլխի մեջ հետեւյալ խոսքերը, ապշել եմ, այ քեզ պատճառ։ Երկրորդ օրինաց 7:3-4-ը։ Նրանց հետ խնամություն չանես, աղջկանդ նրա տղային չտաս, նրա աղջկանը քո տղային չառնես, որովհետև քո որդկանցը իմ ծառայությունից հետ կդարձնեմ։ Երկրորդ օրինաց 7:3-4։ Այլի կմնա, էլի կմնա։ Մարդ որպես մարդ կմնա, որպես հայր, մայր, երեխա կունենա, ընտանիք կկազմի, հա բայց գիտես ինչը կկորցնի, ծառայությունը։ Ալ մի պահ ձեր մտքի մեջ հիշեք որոշ ամուսնություններ, որ ով էր, ով կարող էր դառնալ, բայց անհետ կորած է։ Ինչ կարևոր բան է, էլի, որ լսի, բայց դու դրան սիրելու իրավունք ունես, ինչ գնով, բայց որ դու գնացիր դրա այդ ընկերության, ինչի հաշվին, ինչն ես տալիս ինչը շահելու, դու ծառայությունը տալու իրավունք չունես, Աստված քեզ որոշել է իր ծառայության համար։ Հələ Հիսուսի խոսքը, հա, Հովհաննես 15:16, դուք չէ որ ինձ ընտրեցիք, ես ձեզ ընտրեցի, ես ձեզ դրեցի, ես ձեր համար որոշեցի, որ պտուղ բերեք եւ այդ պտուղը ժամանակավոր չլինի, մնայուն լինի։ Արի ասա, որ ես եմ ապաշխարել, ոնց որ թե տես չի։ Ես համաձայն եմ, որ դու ապաշխարես, բայց ուզու սկսողը դու չես։ Ես համաձայն եմ, որ դու հայտնվել ես ծառայության մեջ, բայց համոզված եմ, որ դու քեզ չես բերել դրել այդ ծառայության մեջ։ Դու բացահայտել ես, որ դու դրա մեջ ես։ Տերն է քեզ բռնել հասցրել այդտեղ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ես ձեզ ընտրեցի, ես ձեզ դրեցի։ Այս խոսքը որքան է ինձ թիկունք ու ամրություն ապահովում։ Դու չես քեզ տարել դրա մեջ դրել։ Կամ մեկը, որ հեղինակն է այդ ամենի։ Եվ ուրիշները քեզ չգիտեմ ինչ կարող են ասել, բայց դու ասելիք ունես, այն պաշտոնը, որ Տեր Հիսուսի ծառա։ Տերն է ինձ հաստատել սրա մեջ։ Տերն էլ կարող է ասել։ Ամեն, ամեն, 1000 անգամ ամեն։ Ես ընդ որում նկատի չունեմ բեմական ծառայություն, նկատի չունեմ մարդկանց աչքին մեծ ծառայություն, բացարձակապես այդ նկատի չունեմ։ Մարմնի ֆունկցիաները երևացող թե չերևացող բոլորը կարևոր են։ Մենք աչքերն ենք տեսնում, ուղեղը չենք տեսնում, բայց ուղեղը կարևոր է։ Բոլոր ֆունկցիաներն են կարևոր։ Մարդ կա, ասենք պատահելա, որ գնացել եմ մեկի տանը, վերջը կորուստ է եղել, մահացել է, մտածում ես, ասում ես մտքից չկա որ այդան։ Գնամ ինչ ասեմ։ Հա բայց ինչ ասեմ, ախր ասելիք չկա։ Հա բայց ասում ես գնալ էլ, չգնալ էլ չի լինում։ Գնում ես, ինքդ քեզ հետ կռվելով նստում ես կողքը։ Բայց այդ կողքին նստելով դու իրան մխիթարում ես։ Եվ ինքը ճանաչողություն ունի, որ Տերը իրան մենակ չի թողել։ Ոչ մեռելը կենթանացա, ոչ այդ հարցիդ պատասխանն իմացար, բայց Աստծո այցելությունը եղավ քո այդ այցելելով։ Ինչ զարմանալի է, չէ, որ դու դա համարես ստից բան, հասարակ բան, բայց դու խնդրում եմ ինձ բացատրի, այն չի ասում գնացեք անիծյալներ, դուք իմ հետ լինելու իրավունք չունեք։
Եվ պատասխանները չես այցելել։ Չի ասում, չէ, որ բանտարկյալին բանտից չես անել, ասում է բանտ չես այցելել։ Չի ասում հիվանդին չես բուժել, ասում է հիվանդին տեսության չես եկել։ Հավես խո մեռնել չի տեսության գնալը։ Բայց ինքը որքան է դա կարևորում, դու չես արել։ Ես գտնում եմ այդ ծառայություն, երբ ասում եմ, ովքեր որ մտածում են բեմից խոսելն, ես դες չեմ մտածում։ Բոլոր ծառայությունները կարևոր են։ Այն մի անգամ դասի մեջ դες մի բան էինք անցնում, ասեց ամենակարևոր մարդը եկեղեցու։ Նայա, ով մեկը գալիս է, առաջինը հանդիպում է, դռան մոտ կանգնածն է։ Որ կարա այդ մարդուն գայթակղել այլևս չգա, կարա այդ մարդու մեջ տպավորություն գործել, որեսի կարգին տեղա։ Արի ասա, որ դռնապանը այնքան էլ կարևորը ստե է, ով ասեց։ Ամեն ծառայություն կարևոր է, ես ասում եմ ամեն։ Նայեք, օրինակ Պետրոսի տարբերակա, որ ասում եմ, ես գնում եմ ձուկ բռնելու։ Ձուկ բռնելը մեղք է, ոմանց համար մեղք չի, բայց Պետրոսի համար ուրացություն է։ Ուրիշներին կարելի է ձուկ բռնել, բայց Պետրոսը որոշված չի, որովհետև ասել ես քեզ մարդկանց որսորդ կդարձնեմ։ Դա քոնը չի, դու լուրջ գործով զբաղված ես, դու իրանք չունես, ինքն քեզ դրել է ուրիշ բանի համար։ Նայեք, ասում է, ոնց է էլի, Տերը ասում է, հələ արի ես մի հատ բան ցույց տամ էլի։ Ես այս մարդկանց համար այդքան չկամ, որքան Ռեքաբի որդիների համար Ռեքաբը։ Ասում եմ մի հատ բան, այդ դրամատիկ այդ իրադարձությունը, որ տեսնում ես, ասենք երկրի գլխավոր մարգարեն, ամենա հոգևոր մարդը, որին ասելիք չկա, հանդիմանելիք չկա, ինքը իսկապես Տիրոջից է, ինչ որ ունի Աստծուց է, ասում է տղերք, Տերը ինձ ասել է, որ ձեր առաջ սեղան գցեմ, ձեր համար գինի լցնեմ, ասեմ խմեք։ Սուտ չի ասում։ Տերն է իրան ասել, ասում ես Տիրոջ առաջնորդությամբ, ձեզ ասում եմ խմեք։ Այս մարդիկ ինչ են ասում, ասում են մեր Հերը մեզ ասել է չխմես։ Ասում է այս մարդկանց համար Ռեքաբը ով է, այս ժողովրդի համար ես այդքան չկամ։ Մտածելու բան չի միթե, այս մարդիկ իրանց հոր խոսքին ինչ լրջությամբ են վերաբերվում, որ իրանց, բայց մենակ խմելը չի ասել, չէ, հիշում եք այնտեղ, տներ չսարքեք, ձեզ այս վիճակների հետ չկապեք, վերջապես վրաններում կբնակվեք, սենց կլնեք, մի քիչ խմելն եք մենք օգտագործում շատ ավելի, բայց ուրիշ բաներ էլ ասել, եւ այդ մարդիկ պահել, բայց այդ ով չի ուզում տոն ունենալ, այդ ում է վրանը դուր գալիս։ Բայց մեր Հերը մեզ բանած, մեր հոր խոսքին մենք լրջությամբ ենք վերաբերում։ Նայեք օրինակ Բարնաբասի մասին գրած է Գործք առաքելոցում, ասում է, որ մի Կիպրոսից եկած ղևտացի էր եւ գրված է, որ մի ագարակ ուներ։ Այս մի հատ հակադրությունների իրականություն է։ Ղևտացին պետք է չունենա։ Բայց չգիտեմ հանգամանքների բերումով, ոնց, ինչ, նվեր են տվել, ժառանգություն է եկել, չգիտեմ ինչ է տեղի ունեցել, պարտքի տեղ ել է, ինչ, չգիտեմ ոնց, բայց ոնց որ սա բախտավոր, լուսավոր աստղի տակ է ծնվել, բախտը բերել է, ինքը այգի ունի տարբերություն ուրիշների։ Ես համ ղևտացի եմ, համ էլ այգի ունեմ, որ Աստված ինձ օրհնել է, դու ինչ ես վատանում։ Բայց ինքը դες չի մտածում, ասում է ես ղևտացի եմ։ Ինձ էսի չի հասնում։ Ուրիշներին կարելի է, ինձ չի կարելի։ Ծախեց, փողը տվեց առաքյալներին, ելավ ճամփորդության։ Սա իր գործին լրջությամբ է վերաբերում։ Այն Ռեքաբի տունը մեր համար չի։ Մշտական բնակությունը մեր համար չի, մեզ վրաններն են, մեր ձևը սա է։ Հիմա նայեք, ասում է
Ահարոնի որդիները, այն հիշում եք Նադաբ Աբիուդը, որ խփվեցին, Աստծո ասած խոսքը ասում է, հենց այդ պահին է ասում, չէ՞ որ եթե մեկը գա իմ առաջ ծառայելու, խմած չլինի, հարբած չլինի։ Հենց այդ խոսքը այդ ժամանակ ասում։ Տրամաբանորեն մտածում են, որ խմած են ելը։ Մյուս ժողովրդին չի ասում խմած չլինեն, բայց ծառայողին, բայց իրան մոտ եղող մարդուն ասում է դու չպետք է խմես, քեզ չի կարելի, որովհետև ես քեզ արտոնել եմ, որ դու ինձ մոտենաս, դու ինձ մոտ լնես, ուրիշին կարելի է, քեզ չի կարելի, կարճ չի կարելի էլի, չէ, դու դետ ես նշանակված, պարսպի վրա ես, ուրիշ կարող է քնել, բայց դու ոչ, որովհետև ես քեզ դրել եմ, որ բան տեսնես, քո աշկը տվել եմ տեսնելու համար, դու պիտի տեսնես, պիտի տեսնես, լուր տաս, քո գործը սա է, եթե դու չտեսնես, այս ժողովրդին խնդիրն է, դու ես մեղավորը, քեզնից եմ պահանջելու, ես քեզ դրա համար եմ դրել պարսպի վրա, և քեզ տեսնելու աչք եմ տվել, ի տարբերություն ոմանց, կա չէ, ասենք երեխեքի մեջ, կա որ մեկին ջոկում է, սրան խաբելը հեշտ է, բայց այս մեկին հեշտ չի, այս այդքան միամիտ չի, հասկանում ես, մարդկան նայում է չի տեսնում, բայց Աստված քեզ տվել է տեսնելու կարողություն, և ասում է, դու ուրիշ կողմ ուղղված չպետք է լինես, միտքդ բթացած չպետք է լինի, որտեղ ես քեզ տեսնող աչք եմ տվել, դու պետք է տեսնող լինես, արթուն եղիր, ինչ պետք է անես, պետք է ասես, ասելը հեշտ է, ոչ, մարդիկ մոտեցան մարգարեին ասին, լսի, քո քարոզելը մեզ դուր չի գալիս, մենք քո քարոզելուց վատանում ենք, դու ունես բան ասա, որ մեր սրտին դուր եկան լինի, մեր ականջներին հեշտ ընկալելի լինի, կակուղ բաներ ասա, չի լինի լավ բաներից խոսաս, ասում եմ, բայց Տերն է ինձ ասել գնա ասա, ես կարող եմ դառնությամբ ասել, ես կարող եմ բարկությամբ ասել, ես կարող եմ ինատով ասել, հա, ես կարող եմ քաղցրությամբ ասել, կարող եմ համբերությամբ ասել, կարող եմ ակնածանքով ասել, կարող եմ աղաչանքով ասել, բայց պետք է ասեմ, սխալ ասելը գովելի չի, չասելը չի կարելի, ինքը ինձ դրել է ասող, ես պետք է ասեմ, որովհետև նրա չկորսվելու հույսը իմ ասելն է, հասկանում եք, գնում են բժշկի, Հիմի ով որ է այդ հիվանդը, այդ ինչ կապ ունի, կարևորը բժիշկը ճիշտ ասի, ասի գիտես, դու ես բանը իրավունք չունես օգտվել, սիրում ես, չես սիրում, դու քեզ գալիս է, չի գալիս, ուրիշներն ասում են, քեզ չի կարելի, այդ քեզ մահվան կտանի, Համի ոնց ուզում ես ասա, բայց պետք է ասես, մտածելու է, լուրջ վերաբերվիր, ասում է ինքն է ներգործում կամենալը և անելը, հիմա խնդրում եմ լսի, ասում է, ինչի նմանեցնե Մատթեոս 24-ի մեջ, Մատթեոս 24:49 խոսքն է, ասում է, որ մեկը իր մի ծառայի վերցրեց, իր տան ծառաների համար դրեց, որ դրանց կերակուրը պատրաստի, հետո գնաց, այդ տանը ծառաներ կային, այդ տունը տիրոջ տունն էր, այդ տունը այդ ծառաների տունը չէր, այդ տանը լիքը ծառաներ կային, ամեն մեկին մի գործ կար անելու, սրան էլ դրել էր, որ այս ծառաներին կերակրելու գործը ապահովի, ինքը դրված չէր, որ գնային ծառային ասի, տուր ես քոտեղ ես գործն անեմ, տուր քո փոխարեն էսի անեմ, ինքը դրվել է, որ սրանց կերակուրը պատրաստի, ամեն մեկի համար մտածել, ասում է, այս ծառան կարող է խմել, հարբել, ծառայակիցներին ծեծել, վատ վերաբերվել իրանց հետ, բայց որ Տերն եկավ, սրա բաժինը կդնի կեղծավորների հետ, բայց կարող է այս ծառան իր գործի մեջ հավատարիմ լինել, երանի հավատարիմ լինի, Տերը գալիս, նրան իր գործը անելիս գտնի, ամեն, տեսնում եք տարբերությունը,
Մեկը կա, որ իր գործին լրջությամբ է վերաբերվում։ Մեկը ոնց գտնում է էլի։ Հիմա Երանի ծառան, Հիսուսի պես ասում է, նա ձայն չի հանի, չի աղաղակի, հրապարակներում իր ձայնը լսել չի տա, բայց իր գործը մինչև վերջ կանի, իրավունքը վեր կհանի։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, որ այսպես ծառա լինի։ Կարևոր չի ռեկլամները, կարևոր չի, չգիտեմ ինչ տեղեկությունները, համաշխարհային համբավը, կարևորը այն Աստված ինչի համար որ քեզ դրել է, էդի անելուց լինես։ Այդ գործի մեջ լինես եւ ինքը տեսնի, որ դու այդ գործի մեջ ես ամեն։ Հետ չէ թե ուրիշները չեն տեսել, ուրիշները չեն վարձդ տալու։ Ես հիշում եմ մի դասի ժամանակ, որ լսեցի, ասվեց է ճանապարհին ընկած վիրավորը որ կար, Երուսաղեմից Երիքով գնացող, ասում էր, որ այս բարի սամարացին վերցրեց տարավ տվեց պանդոկ խնամելու, մի քիչ էլ փող տվեց, դա այդ ասավ հաջորդ գալուց որ կամ քո վարձքը կտամ։ Ասում էր սրանով ուզում էր ասել, ընկեր իջևանատեր, հանկարծ չսպասես սրանից վերաբերմունք քո նկատմամբ։ Էս չի քեզ գնահատողը, էս չի քո արածը հասկացողը, էս չի վարձը տվողը, նա չի, նա ընդհանրապես այդտեղ է եւ կարող է առողջանալ։ Քեզ հանձնարարողը ես եմ, երկրորդ անգամ որ գամ վարձքը կբերեմ։ Հիմա ինչ որ տվել եմ, դրանով կարող ես իրան ծառայել։ Ես ասում եմ ամեն։ Լուրջ քո գործին եղիր։ Երբ որ Նեհեմիային այս խոսքը ասեցին, որ էլի փախի, որովհետև գալիս են, ինչ պատասխանա, չէ, միթե ինձ նման մարդը կփախչի։ Աբա ինձ սազում է ես փախնեմ։ Ասում են գալիս են քեզ սպանեն, փախի տաճարը գնա։ Աբա սազում է որ ես փախնեմ։ Բայց ինձ վայել չի։ Իսկապես Այս տեսակ մարդը, որին Աստված կանչել է այս գործի մեջ, յանի ընդունելի է, որ էսի թողի գնա ուրիշ բանով զբաղվի։ Որ մեռնել կա նամուսով մեռի էլի։ Օրինակ Մարկոսը, ինչ բախտը բերել էր, հոգևոր ընտանիքի երեխա։ Հիշում եք չէ, որ Իրանստանը աղոթում են, աղոթքաժողովը Իրանստանն էր, որ Պետրոսը արձակվեց եկավ։ Հոգևոր մոր զավակ լավ ընտանիքի վստահված, որ այդ ժամանակներում չէ, ընտանիքը իր տունը տվել է ծառայության համար, այդ ազվագյուտ մարդիկ կան էին։ Հետո Բարնաբասի բարեկամ, հետո միսիոներական ճամփորդության ուրիշները կջերազեին, որ Պողոսի Բարնաբասի այդ ընկերությունը սրա բախտը բերեց։ Բայց ճանապարհին լավ չպայեց իրան։ Չեմ անում մտքով ինչ անցավ։ Բայց թողեց Աստծո ծառաներին եւ վերադարձավ։ Չի ասում ինչեր են տեղի ունեցել, բայց իր վերաբերմունքը լուրջ չէր։ Իհարկե շնորհակալություն Տիրոջը Բարնաբասների համար, որ կարող են գնալ, սրանցը մարդ դարձնել, թե ինչքան ժամանակ անց, դա կհաջողվի, բայց հաջողվի։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն լրջանալու եւ վիճակը լրջացնելու կարիք ուներ Տիմոթեոս, առաջ Տիմոթեոս 4:12։ Առաջի Տիմոթեոս 4:12։ Ոչ ոք քո մանկությունը չանարգի։ Կարելի է ասել, սիրելի Պողոս, ով որ անարգում է իրան ասա։ Ինձ ես գրել։ Բայց հարցը սա է, ինչ ես անում, որ քո մանկությունը չանարգվի։ Դու քեզ ո՞նց ես պահում, որ քո մանկությունը չանարգվի։ Դու ո՞նց ես վերաբերվում քեզ տրված ծառայությանը, որ ուրիշները չանարգեն։ Նենց պահի քեզ, որ ոչ ոք քո ծառայությունը չանարգի։ Օրինակ եղիր, եւ ասում եմ խոսքով, հավատքով, վարքով, սիրով, սրբությունով օրինակ եղի, այս դեպքում քեզ չեն անարգի։ Նայեք, ինչ պատկերավոր օրինակ, Բաբելոնի
Բաղդասարին տրված են, որ պատին ձեռը գրեց, հա, մի հատ հիշում եք, չէ, թաթը որ գրեց, մանե թեկեղ ու փարսին, հետո որ եկավ բացատրեց, ոնց է նկարագրում, երկրորդ բառը։ Թեկեղ կշռվեցիր, բայց թերի էր։ Ես չգիտեմ ինչքան թերի էր։ Մի գրամ թերի էր, թե մի կիլոգրամ թերի էր, բայց թերի էր, կշերքը ասես թերի է, ասես չեն վերաբերվում, պակասա, ասմա այդ պատճառով թագավորությունը պատրվեց քեզնից և տրվեց մարերին ու պարսիկներին, ինչի, պակաս էր, ես ուզում էի, որը տենց չլներ քո վերաբերմունքը, բայց դու այդ դիրքում քեզ տես չպահեցիր, ուրիշները կերազեին մի մեծ գերտերության գլխավորը լինել, բայց դու ինչով ես զբաղված, քո վերաբերմունքը ճիշտ չի, ճակատագրական թերին, պետք է այն Հիսուսը, որ այն երիտասարդին ասեց, մեկ բան պակաս է քեզ, դու այսքանը ունես, բայց դրա հետ վերաբերվելը չունես, դու չես հասկանում, այդ քեզ խի է տրված, դու չգիտես այդ հաջողությունը, հարստությունը, ունեցվածքը, ինչի համար է քեզ վստահված, դու այդ չգիտես, նայք, օրինակ ինձ միշտ մտածել է տվել, որ ասմատերը Մովսեսին եկավ ասեց, էլի քեզ ուղարկեմ, հետո մի իջևանատան մեջ, հիշում եք չէ, այդ դրվագը, որ շատ աստվածաբաններ ոնց գլուխ են ճաքացնում, թե էս ինչ էր, համ ուղարկեց, համ էլ ճանապարհին գրված է և հարձակվեց, ուզեց սպանել նրան, բայց ես գտել եմ մի հատ գաղտնիք, որ ես քեզ ասեցի գնա, դու չգիտես ոնց պիտի գնաս, որ ես քեզ ուղարկում եմ, ասում եմ գնա, դու չգիտես ինչ տապակաս, որ ուղես, կարգի բերես և գնաս, դու ոնց քեզ արտոնեցիր, այտենց պակաս վեր կենալ գնալ, այդ նոր էր իմանում թլպատության մասին, այդ ժամանակին կարելի էր մտածել, Աստված քեզ կանչել է լուրջ գործի, ես մի իմաստով ասել եմ էլեկտրականությունը, տոկը, մեր դարի օրհնությունն է, դրա բացակայությունը կյանքը գրեթե ողբերգության է վերածում, ես մեր օրհնությունն է, բայց սրա հետ վարվել չիմանալու պատճառով ինչքան մարդ է մեռել, օրհնությունը, բայց սպանել է, և բերեք ասենք տոկը ոչ մեկին ծանոթ չի, խտրություն անելու խնդիր չկա, ծանոթի հաշվով չխփի, տես բան չկա, օրենք պահի, ճիշտ կա, լուրջ վերաբերվի, ինչքան մեծ է զորությունը, նայեք, որոշ կարդում ենք Սուրբ Գիրքը Բաղամի մասին, ասում է, հատ էլ գնամ տիրոջը հարցնեմ, էլի, այն ինչ լավ մարդ է, որևէ բան չի անում, մինչև տիրոջից չհարցնի, որ տիրոջից էլ հարցրեց երկրորդ անգամ հիշում եք, չէ, որ առաջին անգամ եկան ասին, բաղակը ուղարկել է այսքան փող, այսքան մարդկանց խնդրանքը, որ պետք է դու նենց աղոթող ես, որ քո աղոթքով ելնում է, խնդրում ենք աղոթի, Աստված մեզ հաջողություն տա։ Ես այդ հիշում եմ, որ մի ժամանակ մեկը ինձ մոտեցավ, ասավ, աղբեր եկել եմ, որ դու ինձ համար աղոթես, գործս հաջողվի։ Ասի, ինչ գործի ես, ասավ, դագաղ սարք։ Աստենց լիպտի աղոթենք մեր քաղաքի ժողովուրդ մեռն է, որ քո գործը հաջողվի։ Մարդը գնում է հարցնելու, Տեր գնամ, ասում է չգնաս, որ երկրորդ անգամ ավելի շատ փող է գալիս, ավելի պատվավոր մարդիկ են գալիս, ավելի ակնածանքով են խնդրում, աղաչում, որ աղբեր գլնի դու մի քիչ աղոթել, երկու հատ խոսք ասա, մեզ օրհնի գնանք։ Ասում սպասեք գնամ Տիրոջը հարցնեմ։ Եվ գնաս Տիրոջը հարցրես, Տերն ինչ ասավ։ Գնա։ Այ Տեր դու համասիր գնա, համել ճամփին, բայց այդ գնայի մեջ ուրիշ ինտոնացիա կար։ Բայց դու իրավունք ունեիր ինձ երկրորդ անգամ հարցնելու։ Դու այդքան անլուրջ ես վերաբերվում իմ ասածին։
Կարելի է ինձ տենց վերաբերմունք ցույց տալ։ Բայց քեզ չեմ ասել, չէ։ Մտածելու բան կա, լուրջ ես թե չէ։ Յանի որ ասելա չէ, վերջը չի տեսել, նոր ասել չէ։ Նրա խոսքը հաստատուն է, հավիտյանս հավիտենից, ամեն, ամեն։ Ինչ, որ թագավորաց գրքում գրված ասում է, ես, առաջ թագավորաց 2:30 է, ես ինձ փառավորողներին կփառավորեմ, ասում եմ ամեն, ես ինձ փառավորողներին կփառավորեմ, ասում է Տերը, դու Աստծո անունը բարձրացրու, ինքը քեզ բարձրացնի, հակառակը չի գործի, հիմա հակառակը Դավիթին է ասում, ասում է դու իմ թշնամիների բերանը իմ վրա բացել տվիր, որ խնդրում ես չի լինի, ծնկի վրա ընկնես աղաչեսել մինչև իրիկուն, չի լինի, չէ, որովհետև դու թշնամիների բերան իմ վրա բացել տվիր, ումից քեզնից պիտի հետ չլներ, որովհետև ես քեզ ընտրել եմ, լուրջ եղիր, ամեն, ամեն, օրինակ թույլ տուր հարցնել, էլի, Պետրոսը ասում էր, մեզ վայել չէ, հիշեցիք այդ գործկառաքելոց են սարկավագների դրվագը որ կա, ասում է մեզ վայել չէ, Աստծո խոսքը աղոթքը թողած ընկնել սեղանների սպասավորին, մեզ վայել չի, ես ուզում եմ քեզ հարց տամ, կարող ես քո թղթի մեջ գրել, ինչ քեզ վայել չի, որ քեզ կանչել է, Տերը որ քեզ կանչել է այդ գործի մեջ, բան կա որ ուրիշ կարող է անել, քեզ վայել չի, քեզ չի սազում, քոնը չի, լուրջ չի, որ էդի դու անես, էդի դու կանես քո ծառայությունը անարգելու հաշվին, Պարել կարող են բոլորը, բայց երկրի պրեզիդենտին պարկա չի սազում, չի սազում էլի, վայել չի իրան, որտև ինքը մենակ իրան չի ներկայացնում, կարող է բանկա քեզ չի կարելի, մտածի խնդրում եմ, Հովանես 17-19, մի հատ լես կարդանք, ես էլա շատ խորախորհուրդ, շատ դժվար բացատրելի, բայց ինչ որ իմաստով հասկանալի, Հովանես 17-19 Հիսուսն աղոթում, ես նրանց համար իմ անձը սուրբ եմ անում, սուրբ գիտեք էլի, առանձնացված, բոլորից տարբեր, են որոնց որ դու ինձ տվիր, ես նրանց համար իմ անձը առանձնացնում եմ, մանկա ես չի կարելի, ես իմ անձը սուրբ եմ անում նրանց համար, հիմա ինչ որ մեկը ստեղ ծառայում է, իրա ստեղ լինելը պարտավորեցնող է, ինչու, որովհետև ոմանք գալու են եկեղեցի, ստեղ են տեսնելու, հիմա խանութում է, չգիտեմ, փողոցում է, աշխատատեղում է, ինչ որ տեղ, մի հատ դրվագ է եղել, ինքը իրավունք չունի իրան սխալ պահել, որովհետև ինքը եկուց ստեղ կանգնելու է, ստեղից բան ասի, հետո ասելու են, բայեն, սրա համար, ինքը ընդեղ իրան սխալ պահելու իրավունք չունի, իր անձը սրա համար սուրբ է անում, չի կարելի իրան, չի սազում իրան, վայել չի իրան, ինքը տարբերում է այդ, ասում է, ինձ չի կարելի, չէ, ես ինձ այս վիճակից եմ կողմ եմ տանում, ինձ չի սազում այս ամենը, հիմա խնդրեմ լսեք էլի, Եղիսեի աշակերտ Գեհեզին,
Կար բան չէ, որ իրան չէր կարելի։ Ամենից այդ հրաշք անող Աստված։ Այդ թագավորների բերանը փակող, զորքը քնցնող, չգիտեմ, հաղթություններ տվող Աստված, շոր տալ չի կարող։ Բայց մարդը գտավ, որ բա, ես իմ ոսկե աստեղային ժամն է։ Ազիվ մի բան էլ, բայց իշքան թանկ նստեց։ Երնեք մեռներ, ավելի հեշտ կլներ վիճակը, բայց ապրեց ու ամեն օրը իր ապրելուն նայելով հիշի, որ գիտես ես Եղիասենց, որտև աչքդ հանդերձի վրա էր, արծաթի վրա էր, բայց ինչքան անկեղծ է Պետրոսի Հովանեսի խոստովանությունը։ Չգիտեմ, Երուսաղեմի եկեղեցին քանի հոգի էր, բայց Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ 500 եղբայրներ կային, եղբայրներ, չէ, որ երևաց նրանց, հետո ասում են, որ 3000-ը ավելացան, հետո ասում են 5000-ը ավելացան, չգիտեմ, բերեք ընդունենք, որ 10,000-անոց եկեղեցու առաջնորդ էր, Պետրոսը, Հովանեսը, գնում են տաճար, և տաճարի դռան մոտ նստած է մի հատ մուրացկան, փաստն այն է, որ Պետրոսի մոտ մուրացկանին օգնելու փող չկա, այ ինչ խայտառակություն է, ես 10,000-անոց եկեղեցու հովիվս, գրպանումս, այ ինչ խայտառակ վիճակը, սենց հովիվ կպահեն, բայց ինչքան անկեղծ իր խոստովանությունը, և չի ամաչում դա խոստովանելուց, ես արծաթ և ոսկի չունեմ, բայց քեզ տալիք ունեմ, ալելույա, այս ծառայության լրջությունն էլ խայտառակ եղանքը մի կասեն, չէ էլի, ինչ ունեմ, նրանով կարող եմ օգտակար լինել և ոսկի չունեմ, բայց զատո Հիսուս ունեմ, բայց զատո մխիթարություն ունեմ, բայց զատո իր մասին խոսելու կարողություն կա, խոսք կա, օրինակ, չեմ անում, ով կհանձ կառնի, բայց ենթադրում եմ, որ Եղիազարի խելքը առած էր այդ պահին, երբ Աբրահամը իրան կանչեց, ասավ, արի երթվի, որ գնում ես տղայիս համար հարս բերես։ Ես չգիտեմ, որևէ մեկը ստեղ այդ ով կա, որ կհամաձայնվի, որ գնա, մի հատ օտար երկրից, չէ, մեկին ասում են, ես ինչ, ասում աղբեր, գործ չունեմ, հետո կռիվ ալնելու, իձ է կալիցելու, բայց դու գնաս քո ձեռով բերես, էլի, փաստը, բայց լբերեք հարցնենք, էլի, ոնց հաջողվեց, Եղիազարը ոնց հաջողվեց, մի հատ պատասխան կա, մեզ հաջողություն տվող Աստված է, ոչ խելք ուներ, ոչ փորձառություն ուներ, ոչ ճանաչողություն ուներ, չէ, չի ասում, Եգիպտացի Եղիազարն է, լիքը բաներ կա, որ տեղից ինքը չունի պատասխան, բայց կարևորը Տեր կա, որին ինքը աղոթում ասում, Տեր հաջողություն տուր, Տեր հաջողություն տուր, և հաջողությունը գալիս է, բարեկամներ, թույլ տվեք մի քանի բաներ ստեղից հարցնեմ, մի աղքատ որբևայրի կար, որ եկավ տաճար և 2 լումա գցեց, և Հիսուսը տեսավ ու ասեց բոլորից շատ, թույլ տվեք հարցնել, այս որբևայրին կորցրել էր իր ամուսնուն, կարգավիճակը, ունեցվածքը, հասարակական դիրքը, հարուստներ կային եկեղեցում, անուշադրության մատնված էր, որպես փաստ, որ գցում էր, կարար մի քիչ էլ ասեր, մի քիչ էլ քեզ, և այդ որբևայրին այդ վիճակում չլներ,
Թույլ տվեք հարցնել, այս որբևայրին ինչը չէր կորցրել։ Հարց մեկ։ Ես ուզում եմ ասել իր լրջությունը ծառայության մեջ։ Ինչը չէր կորցրել, լիքը բան էր կորցրել։ Ինքն էլ բոլորի նման մի օր կանգնել էր, Աստծո ժողովուրդը օրհնել էին, նվերներ էին տվել, կանաչ ճանապարհ էին մաղթել, բարի բախտի արժանանալու լիքը բաներ կա, որ ուրիշների պես հույս էր ունեցել, գնայի մարդի ունենայի որդի, հույսով ապրել էր, բայց լիքը կորուստների հետ ինչ կար, որ չէր կորցրել։ Մեկ։ Փարախում կա դռնապան եւ կա բարի հովիվ։ Բարի հովիվը, փարախը ոչխարները, դռնապանը։ Դռնապանը ինչի համար է։ Դուռը բացելու։ Հովիվին ոչխարների հետ կապողը դռնապանն է։ Հաղորդակցությունը ապահովողը դռնապանն է։ Մեծ Սուրբ Գիրքն ասում է, որ վտանգ կա։ Եթե դռնապանը լուրջ չվերաբերվի իր գործին։ Որն է վտանգը։ Դռնապանը եւ օրհնությունը եւ վտանգը։ Օրհնությունը, եթե իր կոչման մեջ է, ինչպես հարկն է, եւ վտանգը, եթե անամ всё равно։ Ինձ հասնում է դուռը բացել, մտածելու բան կա, որն է վտանգը։ Եվ երրորդը Եստեր։ Գիտես խի ես հասել թագուհություն։ Գիտես այդ, որ ուրիշները չհասան, դու հասար, որ ուրիշները չունեն, քեզ տրվեց, որ ուրիշները կերազեն, բայց դու ունես։ Գիտես ինչու։ Դու լուրջ ես վերաբերվում քո ծառայությանը, գիտես ինչու, ինչի համար է դա։ Ուզում ես հարց քեզ տաս։ Այն ինչ որ ունես, այն ինչ որ կարող ես, այն ինչի որ քեզ հասցրել է նա, ով որ հասցրել է։ Գիտես այդ ինչի համար է։ Գիտես որ ժամանակի համար է։ Նենց ինչ-որ բան ասեմ, էլի, տուն ունես, Աստված օրհնի քեզ, փառք Տիրոջը։ Գիտես ինչի համար է։ Մեքենա ունես, որ Տերը օրհնի քեզ։ Գիտես ինչի համար է։ Ժամանակ ունես, տաղանդ ունես, ընդունակություն ունես, թացը չորից տարբերելու կարողություն ունես, բայց գիտես ինչի համար է։ Որ ժամանակ։ Եվ Հիսուսի խոսքը ուզում եմ հիշես, թե վերջում գրես քո համար։ Եթե նրան չարեցիր, ինձ չարեցիր։ Դրականը լավ է, եթե նրան արեցիր, ինձ արեցիր։ Բայց բացասականը վախեցնող է։ Նրան կարող էիր, նրան չարեցիր, ինձ չարեցիր։